Congratulations, the first European Journalist Championship, and this is big cup, goes to Armenia. Congratulations. Երազանքների իրականացումը երևի այսպես է լինում։ Ասում եմ չեմպիոնական դեպքոսի մասին, որտեղ դուք կարող եք, եւ քանի որ մենք կարող ենք, մենք պետք է հաղթենք։ Ընդհանրապես մեր թիմում շատ լավ ավանդույթ կա, երբ որ մեկը խոսում է, մյուսները լսում են։ Այդ խոսքերը, որ ես հնչեցնում է, իրոք հոգու խորքում հավատ կար, որ տղեկը կկարողանան վեր հառնել, հասկանալ իրենց իրական հնարավորությունները, կարողությունները ու հասնել հաջողության։ Իմ հոգու խորքում էլ կար վստահություն, որ պետք է հասնենք գլխավոր խաղին։ Ամեն ինչ սկսվեց Լիտվայի լրագրողների միությունից, լրագրողների միջև ֆուտբոլային ամենամյա առաջնությանը մասնակցելու հերթական հրավերը ստանալուց։ Եվրոպայի առաջնության գաղափարը եփում էր շատ երկար տարիներ, գործընկերը Լիտվայից վաղուց նման երազանք ուներ։ Մրցաշարը 20-րդ անգամ էր անցկացվում եւ նա երազում էր, որ այս հոբելյանական տարին գոչվի արդեն Եվրոպայի առաջնություն եւ արդեն ձմռանն է ինձ տեղեկացրեց, որ կարծես թե հաջողվում է հովանավորների եւ ֆուտբոլի ֆեդերացիայի օգնությամբ միջոցառման ծավալները եւ որակը բարձրացնել եւս մեկ մակարդակով։ Նախ հրավիրված թիմերի աշխարհագրություններ ընդլայնվել, այնպես որ կազմավորվեց 2 խումբ, յուրաքանչյուրում 7-ական թիմ։ Խմբից դուրս էին գալիս առաջին 4 տեղերը զբաղեցրած թիմերը, իսկ հետո սկսվում էր քառորդ եզրափակիչը։ Ընդլայնված աշխարհագրությունն էլ հիմք դարձավ, որ առաջնությունն առաջին անգամ կոչվի Եվրոպայի առաջնություն։ Կարող եմ ուրախությամբ նշել, որ առաջիններից մեկը, որ այդ հրավերը ստացել է, եղել է Հայաստանի թիմը։ Իրենք նույնիսկ չեն պատկերացնում առաջնությունը առանց մեր թիմի, եւ առաջիններից մեկն ենք, որ հաստատեցինք մեր մասնակցությունը։ Մեր թիմն ընդունեց հրավերը եւ ուղևորվեց Լիտվա, Դրուսկինինկայի քաղաք։ Ճանապարհը երկար էր, քանի որ Երևանից ուղիղ չվերթ չկար։ Մենք ստիպված ավտոբուսով մեկնեցինք Քութայիսի, որտեղից ինքնաթիռով չվեցինք Վիլնյուս, իսկ մայրաքաղաքից եւս մեկ ավտոբուսով հասանք Դրուսկինինկայի։ Ընդհանուր առմամբ ճանապարհին ծախսեցինք գրեթե 1 ամբողջ օր։ Ուզում եմ հատուկ ընդգծել YoHealth-ի աջակցությունը բոլոր մեր միջոցառումներին եւ ես շատ ուրախ եմ, որ մենք նման գործընկերներ ունենք։ Խաղերից 1 օր առաջ կազմակերպվում է բոլոր թիմերի ավագների եւ մարզիչների հանդիպում, որի ժամանակ անցկացվում է վիճակահանությունը եւ կազմավորվում են խմբերն ու խաղերի ժամանակացույցը։ Մեր թիմը հայտնվեց մահվան խմբում Լիտվայի, Վրաստանի, Սերբիայի, Լատվիայի, Լեհաստանի եւ Գերմանիայի հետ։ Խաղերն այս անգամ անցկացվում էին նորակառույց Սպորտո կոմպլեքսաց Դրուսկինինկայի մարզահամալիրում, բնական խոտածածկով խաղադաշտում։ Խմբային փուլում շատ բարդ խաղեր ունեցանք, որտեղ մենք մտածում էինք, որ լավ պիտի անցկացնենք բոլոր խաղերը, բայց արի ուտես, որ լրիվ հակառակը եղավ, ընդամենը եթե չեմ սխալվում 2 հաղթանակ տարանք։ Մեր առաջին մրցակիցը Լատվիան էր։ Չի ասի հեշտությամբ, բայց այդ խաղում տոնեցինք մեր առաջին հաղթանակը 1-0 հաշվով։ Երկրորդ մրցակիցը հարևան վրացիներն էին, որոնց հետ միշտ ծանր ու լարված խաղեր ենք ունենում։
վրացիները շատ լավ կազմով են հանդես գալիս ու շատ լավ խաղեր են ունենում, իրանց հետ միշտ բարդ է լինում հանդիպումները։ Այս անգամ էլ բացառություն չեղավ, չնայած նրան, որ հաշիվը բացեցինք մենք, Եղազարյան Դավիթ հետ խաղացինք, դարպասապայի հետ մեկը մեկի հանեցին, տո տեսա Եղազարյան Դավիթը ավելի լավ նպաստավոր դիրք ուներ, փոխանցում արեցի, ինքը եզրափակեց։ վերջում նրանք կարողացան հավասարեցնել Վրացիների հետ էր շատ բարդ պաշտպանվել ստացվեց։ եւ խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Երրորդ խաղում հանդիպեցինք Սերբիային, որը նորեկ էր այս մրցաշարում։ Խաղի ընթացքում հասկացանք, որ մենք ենք թելադրում ընթացքը եւ կարող ենք գրոհել առանց շատ պաշտպանվելու։ Նոր թիմեր, որոնց հետ երբեք չէինք հանդիպել, օրինակ Սերբիայի հավաքականը, Առաջի խաղում անկեղծ ասած սերբերը այդքան էլ չփայլեցին իրենց խաղով։ Խաղը մեր ձեռքում էր առաջի խաղը, ուղղակի չկարողացանք մեր պահերն իրացնել։ Սերբերի հետ ամբողջ խաղը մենք առավելություն ունեինք, բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք, լավ չէր ստացվում գոլերի իրացման պահը։ Ունեցանք բազմաթիվ պահեր, բայց ոչ մի գնդակ չհայտնվեց նրանց դարպասում։ Արդյունքում 0-0։ Չորրորդ խաղում մեզ սպասում էին տանտերերը։ Պայքարեցինք, կռվեցինք, բայց հաջողացրեցինք պարտվել Լիտվային։ ինչպես ասում են, դու չես խփում, քեզ են խփում։ Նրանք մեկ հակագրոհ իրականացրին ու խփեցին խաղի միակ գոլը։ Սա մեր առաջին եւ միակ պարտությունն էր։ 5-րդ խաղում մրցեցին Գերմանիայի հավաքականի հետ։ Այլ ճակատագրական Գերմանիայից գոլ բաց թողելուց հետո էր, երբ որ հաշիվը դարձավ 1-1 ու տղաները արդեն կարծես համակերպվել էին, որ մենք չենք շարունակելու պայքարը։ Նախորդ տարիներին նրանց հետ ավելի հեշտ ենք խաղացել, երբեմն էլ խոշոր հաշվով հաղթել, բայց այս անգամ գերմանացիները լավ պատրաստված էին։ Գերմանիան ակնհայտորեն ամենաթույլ թիմն էր մրցաշարի եւ 3 իրական գոլային պահ ունեցավ ու չկարողացա իրացնել։ Երկու անգամ մենակ դարպասապայի հետ մնացի չիրացրի։ Մեկը Հովհաննես Մելքոնյանի հրաշալի փոխանցումից հետո գլխի հարված կատարեցի ու այնքան լավ հարված էր, որ տպավորություն էր, որ գնդակը ցանցում կհայտնվի, դարպասապահը շանս չուներ, բայց դավաճանաբար գնդակը անցավ դարպասաձողի կողքով։ Մենք բացեցինք հաշիվը։ Յուրաքանչյուր հանդիպան վերջնամասում ինչ-որ կոնցենտրացիայի կորուստ ենք ունենում ու շատ վատ գնդակներ ենք պաստողում, վատ են առումով, որ ոչ պարտադիր, անփույթ իրավիճակում Քիչ էր մնում իմ ձեռքով մեր հավաքականին դուրս թողնեի խմբային փոլից։ Կրկին վերջում բաց թողեցինք ու գրանցեցինք մեր երկրորդ ոչ ոքին, որը քիչ էր մնում ճակատագրական դառնար Հայաստանի հավաքականի համար։ Եթե հանկարծ մենք խմբից դուրս չգայինք, ես ինձ չէի ների այդ վրիպումների համար։ Վերջին մրցակիցը Լեհաստանն էր։ Չորրորդ տեղի ճակատագիրը որոշվում էր Լեհաստանի հետ խաղի ժամանակ։ Ամենաբարդ խաղը երևի Լեհաստանի դեմ հանդիպումն էր, որովհետև իրանք արդեն այսինքն երկու հաջող առաջ էին, իրանք էլ էին միջա խաղալու ու միջա խաղում էին։ Ամենաբարդը Լեհաստանի հետի խաղը, որովհետև Այնպես ստացվեց, որ վերջի խաղն էր կանխորոշիչ, որ մենք կանցնենք, թե չենք անցնի։ Մրցաշարային աղյուսակում մենք երկու միավոր հետ էինք նրանցից եւ չորրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար պարտադիր պետք է հաղթեինք։ Շատ դրամատիկ էր Լեհերի հետ խաղը, իրոք։ Նրանք ունեին 8 միավոր, մենք 6, եթե չեմ սխալվում։ Եվ չորրորդ տեղով դուրս գալու համար մեզ միայն հաղթանակն էր պետք։ Ամենաբարդ պահը Լեհաստանի հետ խաղն էր, շատ մոտ էինք առաջնությունից դուրս թռնելուն եւ դա շատ տարօրինակ էր բոլորի համար։ այդ խաղում պետք է որոշվեր, որ թիմն է մեր երկուսից դուրս գալու խմբից։ Լեհերի թիմն էլ շատ ուժեղ, ֆիզիկապես լավ պատրաստված էին։ Իմ կարծիքով այդ Կովկասյան կամքը նպաստեց, որ մենք կարողանանք հաղթենք։ Արի ուտես, որ միայն վերջին տուրում կարողացանք ապահովել 4-րդ տեղը։ Կամ մենք, կամ նրանք։ Խաղը բառացիորեն ճակատամարտի էր նման։ Մենք գրոհում էինք։ Նրանք հակագրոհում։
Եվ վերջապես գոլ։ Առաջնության ամենակարևոր գոլն եմ համարում Եվերզելյան Դավիթի փոխանցումից գոլ կփեցի անկյունայինից բոլորի վրայով, դարպասապայի վրայով եւ մեր թիմակից Հովանեսին ուղղակի մնում էր գնդակը դնել այսպես ասած դարպասի մեջ։ Մեր դարպասապահը փայլ ուներ գործում, բազմիցս փրկելով թիմին։ Գաղտնեինք լավ էր գոլը գնաց, հետո երկու հատ փրկություն արեցի վերջում։ Կարողացան գրոպից հազիվ դուրս գանք։ Ինձ թվում է լավ խաղ անցկացրեցինք ու շատ կարևոր 3 միավոր վաստակեցինք, որը հետագայում ինձ թվում է ամենակարևոր 3 միավորներից մեկն էր։ Կարողացանք խմբից դուրս գալ, իսկ մնացածը, ինչպես ասում են, պատմություն է։ Հաղթանակը մեզ ուղարկեց քառորդ եզրափակիչ։ Առաջին օրվա խաղերից հետո երեկոն ծանր էր, տպավորություն կար, որ ձախողել ենք մրցաշարը։ Ոչ մի հավաք չկազմակերպեցինք, բոլորս լուռ էինք։ Ամեն մեկն իր մտքերի մեջ էր։ Երբեմն միայն միմյանց ոգեշնչող խոսքեր էինք ասում, բայց զգուշորեն, որ այդ փոքրիկ շանսը չկորչի։ Ինչպես հաճախ ֆուտբոլում ասում են, մենք խաղացինք երկու տարբեր խաղակեսներ։ Այսինքն առաջի օրը խաղացինք լրիվ այլ ֆուտբոլ, երկրորդ օրը լրիվ այլ ֆուտբոլ։ Փառք Աստծո, որ կարողացանք համախմբվել, հավաքվել, կարևորագույն հաղթանակ տոնեցինք, դա չեմպիոնության սկիզբն էր։ Թիմը իսկապես արդեն շատ միասնական ոգի ունեցող թիմ է, որտեղ բոլորը միամուռ ուրախանում են հաղթանակների եւ տխրում են պարտությունների համար։ Ուշ գտանք մեր մեջ, հավաքվեցինք ու մի ուրիշ տեսակ խաղ խաղացինք, սկսվեց ամեն ինչը Չեխիայից։ Հաջորդ օրը մեզ սպասում էր քառորդ եզրափակիչը B խմբի հաղթող Չեխիայի հետ։ Նրանք անխոչնդոտ գրավել էին առաջին տեղը եւ գերվստահ էին, որ դուրս կգան կիսաեզրափակիչ։ Կարծում եմ, որ Պեկուննայինը հենց Չեխիայի հետ հանդիպումն էր, որտեղ Չեխիան մյուս ենթախմբում լավագույն թիմն էր։ Չեխիայի հավաքականը իր խմբից դուրս էր եկել առաջին հորիզոնականով։ Չգիտեինք իրանց, լսել ենք, որ բոլորին շատ հեշտությամբ հաղթել են։ Կարծիքով ամենաուժեղ թիմն էր։ Պրոստը պատրաստ չէին մեր հետ այդպիսի պրեսինգով խաղի ու արագ գոլ ընդունել։ Խմբից դուրս ենք եկել եւ առաջին խաղն էր։ Այդ խաղի առաջի մի քանի գրողները դասագրքային գրողներ են, ուղղակի դրանք կարելի է նստել ու նայել ու հաճույք ստանալ։ Խաղի սկզբում հետախուզական պայքար էր, հետո մենք անցանք տոտալ պրեսինգի։ Մի քանի գրոհից հետո բացեցինք հաշիվը։ Մենք անցկացրինք մեր լավագույն խաղը, Դավիթ Եղիազարյանն ու Հովանես Մանբրյանը երկուսով քարուքան դարեցին Չեխերի պաշտպանությունը։ Երկրորդ գոլը մեր կազմակերպված ազատ հարվածը երբ որ տեղի ունեցավ, Պաստվեցի Եղիազարյան Դավիթին եւ Եղիազարյան Դավիթը գոլ խփեց։ Խփեցինք երկրորդը։ Չեխերը բացվեցին։ Իսկ հետո երրորդը։ Առաջին խաղակեսն ավարտվեց 3-0 հաշվով։ Աչ ես էթում, են 12 համարը միշտ հետ է տալնում։ Խաղացողներին բաշես ունի։ Երկրորդում պատկերը շատ չփոխվեց։ Փոխնիփոխ գրոհներ եւ մենք եւս 2 գոլ խփեցինք։ ամենավերջում Էդվարդ Քալանթարյանը 4-0 հաշվի ժամանակ էր Չեխիայի հետ։ խլեց գնդակը վերջին պաշտպանից եւ մենակ հայտնվեց դարպասապահի առջև եւ մենակով եզրափակեց 5-րդ գոլը։ Ի վերջո 5-0 շոկային հաշիվ բոլորի համար։
Չեխերը կարծում եմ զարմացան մեր հավաքական այդ պրեսինգից, ներքին մտավ խաղադաշտ, պայքարեց առաջի վայրկյաններից, կարողացանք 5 գոլ խփել, որը որ ինձ թվում է ամենալավ խաղերից մեկն է։ Անթերի ֆուտբոլ խաղացինք, իմ կարծիքով ամենաուժեղ թիմին մրցաշարի 5-0 հաշվով հաղթեցին, կարծում շատ բան ասում է արդեն հաշիվը։ Այդ խաղում մեզ մոտ ամեն ինչ ստացվում էր եւ մենք հասկացանք, որ խմբից 4-րդ տեղով դուրս գալը դատավճիռ չէ։ Մենք կարողացանք ոչ թե պարզապես հաղթել իրենց, այլ ջախջախել, չթողնելով քարը քարի վրա։ Կիսա եզրափակիչում կրկին հանդիպեցինք սերբերի հետ։ Ամենաբարդ հանդիպումը եղել է Սերբիայի հետ։ Գոլերը շատ կերանք, պաշտպանողական քիչ դժվարություններ տեսանք։ Սերբիայի թիմը լրիվ վերափոխված էր։ Ամենաբարձր Սերբիայի հետ խաղն էր։ Այս անգամ նրանք արագ բացեցին հաշիվը։ Մենք հավասարեցինք։ Ու շատ լավ է, որ մենք ունենք երկու լիարժեք դարպասապաններ, որը մեկը մյուսին հենց պետք եղած ժամանակահատվածում կարող են փոխարինել։ Այդպես պատահական, այդպես դե հայտնվեմ դարպասում, ահա որ լարվածություն է մտնում քո մեջ, փորձում ես անսխալ գործել, կառավարելով խաղի ընթացքը, հուշելով տղաներին, դիրքերը փակելով, կարծում եմ ստացվեց։ Խաղի ռիթմը ուղղակի այդ իրավիճակը հուշում էր, որ սա պարզապես տևական փոփոխություն էր ու Խորենը պետք է վերադառնար, քանի որ ինքը լավ էր զգում իրեն այդ մրցաշարի ընթացքում։ Հետո առաջ անցանք։ Փորձում եմ միշտ հարձակմանը մասնակցել։ Փոխանցեցի սկզբում Հովհաննես Մամրեյանին, անմիջապես պատ խաղի միջոցով ստացա եւ հարվածեցի դարպասին։ Առաջ ենք, ասենք օրինակ 2 մետր, տենց էլ պիտի ավարտվի, բայց ընդամենը մի րոպե հետո նորից էլի պատասխան գնդակը նորացնում է գալիս է, չեն կարող։ Վերջի գոլն մի քիչ սխալվեցի, պաս տվեցի։ Բառացիորեն վերջին վայրկյանին հաշիվը հավասարվեց եւ խաղը տեղափոխվեց 6 մետրանոց հարվածաշար։ Խաղը ավարտվեց 3-3։ Հոգեբանական առումով ավելի վատ վիճակում մոտեցանք հարվածաշարին, քանի որ հաղթում ենք խաղի ընթացքում ու վերջին վայրկյանին գոլ բաց թողեցինք, շատ ցավալի էր։ Ես եմ Մամրեյան Հովհաննեսներ, մեկը էլ Նարեկը Արությունյան։ Ունենք երկու հրաշալի դարպասապա։ Այս արտադրությունը գնացել է վնասվածքով ու շատ լավ է, որ Խորենը ամբողջովին պատրաստ է եղել։ Ես անկեղծ ասած 6 մետրանոց հարվածաշարը միգուցե կարող է չստացվեր իմ մոտ։ Գոլու ֆինալը։ Խաղը ավարտվեց 3-3։ Հիմա 11 մետրանոցներով որոշում ենք հաղթող։ Պատասխանատվությունը ավելի մեծ է ցավելու ին վրա։ Շուտ չթռնեց Ազիզ։ Օրջան ուշադիրես։ Գոլերից է վերեմ այդ խաղի։ Իրացնելու ընթացքում եղել է որ մտածում բավոր չկարանամ։ Ոնց վստա։ Դուք քախի Դավջան։ Փորձում էի հուշել Խորենին, թե որ կողմ ցածի, հետո հասկացա, որ այդ պահին Խորենից լավ ոչ ոք չի կարող հասկանալ, թե մրցակիցը որ կողմ է հարվածելու։ Օրջան մի հատ էլ ես անում։ Էսեն զողին ախփելու, զողին, ուշադիր։ Ամեն անգամ ես Խորենին փաթաթվել եմ եւ այդ պահը իմ համար աննկարագրելի էր։ Երբ որ իրանք սխալվեցին, ճիշտ ասած մի քիչ ավելի վստահություն եկավ։ Հնարավորություն էր տրված, որ ես պետք է խփեի եւ չկարողացա իրականացնել։ Խփեցի դարպասաձողին։
Իրեք հատ, հա։ Չո ապել ես խփի ցավը տան։ Ստա մեռնեմ Բարեբախտաբար մեր դարպասապահը 11 մետրանոցների ժամանակ այնպիսի անձնուրաց գործեց ու այնպիսի խաղ խաղաց, որ ուղղակի ծափերի էր արժանի խորենի խաղը։ Давай մեռնեմ արևի, նարեկ։ Վերջինը։ Որ լույս է, փոս։ Այս թողես մեր վրա։ Վստահելով իմ դարպասապահին, վստահ լինելով, որ ինքը կարա ու ինքը ունակ այդ ամեն ինչին, հետևյալ արտահայտությունը արել եմ, որ թող ինքը անի չթողի մեր վրա։ Այստեղ փայլեց մեր դարպասապահը։ Մենք եզրափակում ենք ցնծություն, գրկախառնություններ, անսահման ուրախություն։ Իրար հաջորդաբար 3 անգամ չթողեց, որ գրավեն մեր դարպասը։ Ու ստացվեց ինձ, որ 3-ից 3 պենալներ անեցի։ Խորենը 15 մետրանոցներից 3 հարվածներն կարողացավ հիանալ կերպով այդ մղել եւ մեզ բարգեւեց եզրափակիչի ուղեգիրը։ Հավաքվեցինք, հատվեցինք, մի խոսքով, այն ամենալավ տպավորություններն ա եղել։ Սատան բացատրելի ուրախություն, չկա այնպիսի բառեր, որ կարաս դա նկարագրես։ Այդ պահին, չգիտես ինչի ինձ տված, որ մենք մրցաշարը հաղթեցինք։ Շատ ծրեցի հասկանալ ինչ կատարվեց, հիշում եմ խփեց հանեցի ու մեկ է տղաները գլխից լցված։ Եզրափակիչն Ուկրաինայի հետ էր։ Խաղը սկսվեց զգուշորեն։ Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Մեր տղաների վրա վստահ էի եւ տեսնում էի, որ մեծ ոգևորություն են ապրում։ Համար այդ եզրափակիչը արդարացնելը արդեն նպատակը որ չկա երկրորդ քայլ, զուտ պետք է հաղթել եւ դառնալ չեմպիոն։ Մենք այնպիսի մրցակցություն ցուցաբերեցինք իրենց, որ ընդամենը մի քանի րոպե հետո իրենք արդեն պատրաստ էին հանձնվել։ Ուկրաինայի դեմ խաղի առաջին գոլը շատ բարդ թիմի դեմ էինք խաղում, ամուր պաշտպանություն, ավելի արագ կարողացա կողմնորոշվել եւ դառնալ գոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսում մենք բացեցինք հաշիվը։ Ես հասկացա, որ մենք չեմպիոն ենք ավելի շուտ, քան գավաթը մեզ տվեցին, երբ որ Հովհաննես Մամբրյանը խորամանկորեն խլեց գնդակը պաշտպանից եւ գնդակը ուղարկեց դարպասը, ես հասկացա, որ ուկրաինացիները այլևս ներուժ չունեն։ Իսկ վերջում ամրապնդեցինք առավելությունը երկրորդ գոլով։ Մեր տղաները նաև բացառիկ կարգապահություն այդ ժամանակ ցուցաբերեցին, այսինքն թույլ չտվեցին նույնիսկ մեկ վտանգավոր պահ ստեղծել մեր դարպասի մոտ եւ ակնհայտորեն ուժեղ էինք մենք Ուկրաինայից։ Մրցավարը սուլեց եւ մենք չեմպիոն ենք, Եվրոպայի լրագրողների ֆուտբոլային առաջնության առաջին հաղթողը։ Մեր ուրախությանը չափ ու սահման չկար։ Ասեմ, որ ես այդ գավաթը 1 օր առաջ իմ ձեռքերի վրա վերցրել եմ, ճիշտ է, այդպես խոսքա, որ չի կարելի մրցույթին մասնակցել ու գավաթին դիպչել, բայց ես դիպչեցի գավաթին ու այն հավատը կար իմ մեջ, որ
գլխի վերևում մենք գավաթը բարձրացնելու ենք։ Աշխարհում առաջին անգամ անցկացվեց Եվրոպայի լրագրողների մրցաշար, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունը հանդես եկավ ու պետք է նշել, որ պատվով հանդես եկավ, որտեղ դարձանք առաջի չեմպիոնները։ Հաղթանակի զգացումը ու էնել քո դրոշն է բարձանում, քո թիմը դառնում է գավաթակիր, այդ զգացումը ինձ թվում է անկրկնելի է։ Դե էդի բառերով չեմ կարող նկարագրեմ, էդի էմոցիաները, որը պետք է ապրես ուղղակի։ Ու երբ որ գավաթը բարձրացրեց թիմի ավագը, բնականաբար մեծ ցնծություն էր մեր համար։ Էմոցիաները ամենաբարձր մակարդակի վրա էին, առաջին անգամ էր իմ կյանքում, որ sense բարձր մակարդակի առաջնությանը իմ մասնակցում, առավելևս հաղթում, հաղթեցինք։ Ապրումները այնքան շատ էին, որ առաջնությունից հետո մի երկու օր ձայնս կտրված էր։ Երևի թե ապրումների մասին բնութագրող ամենալավ բանը հենց այդ էր։ Փառք Աստծո, առաջին եվրոպական գավաթը մենք հաղթեցինք ու բերեցինք մեր հետ Հայաստան։ Չես կարա այդ ամեն ինչը բացատրես, դա պետք է զգաս, պետք է ապրես այդ ամեն ինչով, որը որ շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ, որ ունեմ այդպես ընկերներ, այդպես թիմակիցներ, որ ամեն ինչ արեցին ու մենք հասանք մեր նպատակին։ Շատ մրցաշարեր ենք հաղթել, մրցանակային տեղեր ենք զբաղեցել, բայց նման էմոցիաներ ես երբեք չէի ունեցել, անմոռանալի պահեր էին իրոք։ Իմ էմոցիաները արդեն համացանցում երևացել են ու ոչ միայն իմ, այլև բոլորի, թե ինչ ձևով էինք մենք անկեղծորեն գոռում ու գոչում եւ ամենակարևորը մենք բոլորս գոռում էինք Հայաստան, Հայաստան, վանկարկում էինք Հայաստան։ Նախ առաջինը չէր, որ մենք գավաթ էինք պահում մեր գլխին, բայց առաջինն էր, որպես Եվրոպայի չեմպիոն մեծ էմոցիաներ կար, շատ ուրախալի էր այդ ամեն ինչը։ Հավատացեք, որ այստեղ նյարդերը, լարվածությունը, ֆուտբոլ խաղի ամբողջ գեղեցկությունը կար եւ այդ անհաղթարալի արգելքները, որոնք մենք հաղթարարեցինք, դա ամենավառ ապացույցներ մեր թիմի միասնականության։ Խաղից հետո այն կոչերը, այն գոռոցը երբեք չես մոռանա այդ բանը ու այդ ուրախությունը տևեց մի քանի օր։ Մենք ինչ որտեղ չէինք հավատում, թե ինչ ենք արել։ Այդ պահը շատ հուզիչ էր, այն պահը, որ 14 երկրի ներկայացուցիչ, իհարկե մեկը չէ, մեկը նստած մնաց, ոտնկայս ծափահարում էին մեր Հայաստանի թիմին, շատ ոգևորիչ էր դա, Հայաստանի դրոշը բարձրացնելը։ Չգիտեմ, միշտ հեռուստացույցով նայելիս փորձում ես մտնել այդ մարդկանց մաշկի մեջ եւ հասկանալ ինչ են նրանք զգում։ Հիմա ես ու թիմակիցներս, մարզիչը, բոլորը դա զգացին, որովհետև աննկարագրելի է, երբ ներկայացնելով երկիրը դու կարողանում ես հաղթել հպարտության զգացումը, ես մինչև կյանքից վերջ պահպանելու եմ։ Մենք առավել արժեքավոր հաղթանակ տարանք այն պատճառով, որ սա առաջին առաջնությունն էր, իսկ առաջին չեմպիոն մեկ անգամ է լինում, երկրորդ անգամ այդպիսի բան ոչ ոք չի կարողանում։ Երևի տարիքով է պայմանավորված, բայց ավելի նրբանկատ եմ դարձել եւ երբեմն նույնիսկ արցունքներ են գալիս աչքերիս, իսկապես այս անգամ եւս եղավ նման բան, այդ պահը շատ հուզումնալից էր ինձ համար։ Ես բոլորի հետ միասին երեխայի պես թռվռում էի դաշտում եւ մեր տղաների հետ միասին նշում էի հաղթանակը։ Շատ վաղուց նման զգացողություններ չէի ունեցել եւ իհարկե մանկանում ես այդ պահերին, երբ որ քո սիրելի թիմը, քո թիմը հաղթում է, մոռանում ես աշխարհում ամեն ինչի մասին եւ ապրում ես երջանկություն։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Երեկոյան կայացած պարգևատրման պաշտոնական արարողության ժամանակ բացի չեմպիոնական գավաթից մեզ հանձնեցին երկու անհատական մրցանակ։ And now the best attacking player Հովհաննես Մամրեյան։ Հովհաննես Մամրեյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն հարձակողական ոճի ֆուտբոլիստ։ Եվրոպայի առաջին առաջնության MVP-ի մրցանակը ստացավ Դավիթ Եկեղեցյան։ And now, after the long time waiting, ladies and gentlemen, 2025 champions, Team Armenia!
once again, congratulations all my teammates. We are the champions! Ha, yes, done! Ha, yes, done! Ha, yes, done! And now, from the President of Federation and from the Continent's hands, 2025 Champions Cup goes to the Armenia team. Guys, prepare!